Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այս պահին ես Շիրակի դաշտում եմ, դաշտավայրում, Մարալիկում եմ և ցանկանում եմ ձեզ ցուցադրել Մարալիկի փողոցներից մեկը, որը մեր հերոսի Արկադի Տեր-Թադևոսյանի անունով է, կոմանդոսի, այդ որ ասֆալտ էր փռում, չգիտեմ ինչ էր անում, ուզում եմ դա ձեզ ցույց տալ, որ այս փողոցը կողքի հատվածը ինչ-որ ասֆալտապատված է, չգիտեմ որակը ինչպիսին է, բայց ակնհայտ է, որ հիմա այստեղ նայենք, եկեք մոտեցրեք ցույց տանք, որ ասֆալտը էլի են նախկին, որ գոռգոռում բղավում է եւ այլն, հեսա նախկինի ասֆալտից է փռել այստեղ, այն որ ասֆալտին էր փռելու, ծեփելու էր ինչեր անել, նայեք, էսի նոր արած ասֆալտն է, բայց նախքին որ ասում եք, նախքինից ավելի վատ ասֆալտ է արել, որովհետև բացարձակ նոր է։ Հիմա գնանք այս կենտրոնական փողոցներից է, այս կողմը հրապարակն է։ Հիմա ձեզ ցույց տալ, որ այս փողոցով դուրս են գալու Սողոմոն Թելերյանի արձանի մոտ։ Այս տարիքը կառուցել։ Ով է։ Չնայած իմ ասեք։ Հա։ Ասեք, ոչինչ Տարենտի։ ասեք։ Ես ճանապարհը մեկ տարին գարանտիայի մեջ է, եթե մեկ տարին, պես բան չկա։ թերություններ ունենան, էսի աշունքն է Հա։ Բարբեր ջան, մեկ տարին։ Ես չեմ կարող ասել ով։ Աշուն է ասում։ Աշունն են արել, բայց արդեն ծակվել է, տեսակ, չէ։ Գարանտիայի մեջ է, եթե Բա ինչի չեն եկել, թերությունը հիմա մենք տեսնենք, ինչի չեն գալիս վերացում։ Իրանք պարտավոր են կան նորից։ Դե հիմա տեսնենք, այս ձեր քաղաքապետը ինչ որ մականունով ասեցին մեկն է, չգիտեմ, Մականուն չունի։ Չունի։ Չէ։ Բա ինչ ունի։ Ժբոն ինչ է։ Ժբոն անուն է։ Քաղաքապետը ասեցին ով է, ասեց Ժբոն է։ Ո՞վ է։ Ստե ձեր բնակիչները ով։ Բարբեր Ժբոն չէ։ Չեմ ճանաչում բնակիչները։ Ժբոն չէ, Բարբեր։ Սարիբեկյան։ Սարիբեկյան Ժբո։ Շփո չէ այմար։ Բա ինչ է։ Արման է անունը։ Արմանի, լավ, ուրեմն Արմանի մենք Էս բան է զենը, ինչ-որ հարմար չես ուզում խոսալ։ Երևում դուք հարմար չեք ուզում խոսալ։ Ես հարմար եմ խոսալ։ Ես ձեր Սարիբեկյանին առաջի անգամ եմ լսում, գիտեմ որ Նիկոլական է, ՔՊ-ից է, այսինքն Քեմալական պայմանագրից է, հետևաբար Այս բաներն իսկ։ Այս մեր ինչի՞ չա։ Մարտի 15-ին ինչի՞ չէ։ Մի րոպե միջոցառում ինչի՞ չարեցիք մարտի 10։ Դու ահագին գրա, ես տերուսատով տեսել եմ, դու ահագին գրա։ Ես էլի մարդ է։ ասեք։ Քեմալական բառը ինչ ու։ Այսինքն մի հատ հարց։ Այդպես հայկա որ քեմալական է։ Մարտի 15-ին Ներով եմ ես քեզի հարց եմ տալում, այդպես հայկա որ քեմալական։ Բա ոնց չկա։ Ով է։ Դե նույնիսկ այդ ժամանակ են եղել նմանները։ Ոնց կարողա չլինի։ Բա հայերի մեջ է դավաճաններ կան, չկա։ Հա, որ ազգի մեջ չկա։ Ես չեմ ասում, բայց ասում եմ դուք ասում եք այդպես հայկա, ասում այո, կան դավաճաններ կան, բա ոնց չկա։ Քեմալական թուրքի ինչ Ահա, բառերը։ հիմա մի հատ հարց տամ, բա մարտի 15-ին ինչու չարեցիք միջոցառում Թելերյանի արձանի մոտ։ Ինչու չեղարկվեց։ Քանի հատ արձանագրել։ Չէ, ես Հայաստանում քանի հատ։ Այո, հենց գոյամորս։ Ես ասում Հայաստանում կան Երևան Երևանի արձանի մոտ միջոցառում է եղել այս տարի եւ մշտապես է լինում։ Այստեղ էլ է լինում, բայց այս տարի չի եղել, ինչի՞ չի եղել։ Այդ անջատետնի։ Մի հատ կասեք կբացատրեք ինչի՞ չարեցին։ Ես չեմ կրնաս այդ։ Այսինքն այս ձեր քաղաքապետը դուք չեմ կարծում թե վախեցել է։ Չեղարկեցին։ Ինչի՞ չեղարկեցին։ Չեմ կարծում։ Դե ինչ որ վերևից ասա Մեզ մոտեցավ մի տղամարդ, ասեց ես քաղաքապետարանում եմ աշխատում, հիմա մեր քաղաքականությունը այնպիսին է, որ թուրքերի հետ պետք է լավ լինենք, դրա համար չենք անելու միջոցառում։ Հիմա ինձ տենց է բացատրել։ Առաջին անգամ եմ լսում ու չեմ հավատում։ Լավ, չեք հավատում, բայց ինչի՞ չարեցին։ Չէ, էլի ասում եմ, չեմ կարող ասել, բայց երել են որպես միջոցառում։ Ապայման։ Բա մարտի 15-ը այդ հատ օրն է։ Այսինքն Թուրքին գնդակահարանի օրն է։ Լավ, բայց վետի միջոցառումը նորն է։ Այդ միշտ ամեն քայլա փոխում այդ մասին խոսանք։ Չխոսանք։ Խոսանք, բայց քիչ խոսանք։ Ինչի քիչ խոսանք։ Ինչի շատ խոսանք։ Ինչի։ Ամեն օր չի խոսանք։ Բայց թուրքերը այս կողքը հուշարձան են, չէ՞ տեղադրել Խաչքարը։ Զոհերի հիշատակին, Արցախյան պատերազմի։
բայց չհիշենք այդ երիտասարդներին։ Ամեն օր չհիշենք այդ հերոսությունը։ Աբաջանի հերոսությունը ամեն օր չհիշենք։ Աբաջանի հերոսությունը։ Ռոբերտ Աբաջանի հերոսությունը։ Այսինքն դուք չեք ուզում հիշեք։ Ուզում է։ Դա բա մենք Բայց ենք ուզում ոչ թե հիշենք։ դրանք ամեն օր կային։ Այսինքն ամեն օր Բերեք Տելերանի օրանջի չեն նշել ինչն է Չէ, պատճառը։ հիմա ասում ենք այս փողոցը ինչի չեն վերանորոգել։ փողոցները Այս մյուս փողոցն է այսպես են վերանորոգել, այսինքն կերել են, էլի։ Այսինքն լափել են։ Թերություն ունի։ Թերությունը ո՞րն է, լափել են ասված։ Այլի գնացի։ Հիմա այս է գնում, տեսեք, այս փոսերը հիմա հասնելու են Թելերյանի արձանի մոտ, հենց այս ճանապարհով։ Գիտեք ինչն է, դա կարելի է միջամտել։ Ասում է մի տարվա կարանտիա, այդպիսի պատմության մեջ ասֆալտապատած փողոցին մի տարվա կարանտիա չի տրվել։ Դե հիմա տեսակ չէ ում վկաներ։ Այո, Ակնհայտ է, որ վկաներ չէր է ցանկանում տեսա ձայնագրության մեջ Երևան, բայց պնդում էր, այսինքն ում էր պնդում, ինչի համար էր պնդում, ում դեմն էր արդարանում, պարզ չէ, բայց դե հիմա այս փողոցը նկարենք, որ տենան քաղաքացիները ինչ վիճակում է։ Սա Արկադի Տեր-Թադևոսյանի անվան փողոցն է, կոմանդոսի, մեր հերոսի, եւ այս էլ պատկերն է, այսինքն թուրք քեմալական շների պատկերն են, այս ծակոտիները 7 տարի, 8-րդ տարին իշխանության են, բայց փողոցները ծակոտ, ջարդած, փշրած, նույն փողոցներն են, այսինքն այս ասֆալտին պետք է բերես յանց ծեփես, իսկական այս ասֆալտին արձանի են իրենք ծեփացնես, բակերի տարածքները մի հատ ցուցադրել, ինչ է կատարվում բակերում, նույն պատմությունն է, բակերը վերանորոգված, չվերականգնված, փոսերը անդրադից հետո, ասում է քաղաքապետն նոր է նստել, չի նստել է, նստացրել է, ոչինչ, հիմա եք ուղարկենք ուժտե կնստի, քրեակատարողական հիմնարկները սրանց են սպասում, քեմալականներին, ասում ամեն օր մի ասեք, բա քանի օր մեկ ասենք, 5000 երեխա են տարել գետնի մեջ դրել, հողի մեջ դրել, քանի երբ ասենք, իա երեխեքին չեն տարել, ինքը լեզուն երկար է, կարա խոսի, բայց որ ազգի երեխեքին տարել են, ամեն օր պետք է խոսենք։ Հիմա դուրս են գալիս այս մի հրապարակը, դուրս եկանք։ Դուրս եկանք, հարգելի քաղաքացիներ, այն Սարիկ ձորիկ մեկը կար չէ, որ ասում էր չեն կռվել, դասալիք են եղել, այս հրապարակին զուգահեռ կա եւս մեկ այլ հրապարակ, Մարալիկում, որտեղ տեղադրված է երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանը եւ նաեւ նրանց անուններն է, ամահ կրակը չէր վառում, հանգած էր կրակը եւ այնտեղ կար խաչքար Արցախյան պատերազմի զոհերի հերոսների հիշատակին եւ նրանց անուններն էր գրված, իհարկե եռագույնը ծածանվում էր, բայց նույնպես պատշաճ կերպով հիշել, հարգել, գնալ ծաղիկներ դնել, նման բաներ քաղաքում չկա այս քեմալականները դե պարզ է, եթե մարտի 15-ին չեն հիշատակել գլխավոր թուրքերից մեկի սպանության այդ օրը, այդ գործողությունը չեն հիշատակել, Բերլինում սպանություն, այսինքն սպանություն չէ, դատական ակտի ի կատարածումը չեն նշել, չեղարկել է, այստեղ, հիմա տեսեք, մի հատ ցույց տվեք, այսա է մյուս հրապարակը, այստեղ պետք է միջոցառում լիներ, Սողոմոն Թելերյանի արձանի մոտ, տեսնում եք ատրճանակը ձեռքին, ես կցանկանայի դուք այնտեղ ցույց տաք, մեծացնեք, ատրճանակը ձեռքին, քալաթի թուրք շան գլուխը ոտքի տակ, այս արձանի մոտ պետք է մարտի 15-ին, այդ գործողության օրը, 1921 թվականին, պետք է տեղի ունենար միջոցառում, բայց այդ միջոցառումը չեղարկվեց։ Դեռ ավելին ամսի 13-14-ին
մեզ նույնիսկ մեկը մոտեցավ, ասեց, որ քաղաքապետարանից էր ներկայացուցիչը, այդպես ամենայն դեպս ներկայացավ, մի տղամարդ էր, ասում էր իրենք պետք է թուրքերի հետ ինչ որ աղբերանան, ընկերանան, դրա համար պետք չէ նշել այդ օրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, ասեք։ Ոչինչ, Ասեք։ նորից կարող ոնց է լավ է մազի։ Ես մահատում որ Ինչ գործում եք։ դոկումենտները պասպորտից մանկությունից Հա, պետք է դիմենք։ Այդ համի ստացում են փաստաբաններ։ Առանց փաստաբանի դուք գնացեք ձեր կոմիտան վկայականը երբ եք ստացել, որտեղից եք ստացել։ Նամը 100 հատ տիղնի, սաղ դա է, բայց ծննդական չկա։ Պետք է գնաք ուղում կատարեն այդ ձեր։ Որտեղ ես շտարդումար եմ ձեզ դիմեմ ձեզ եք կրա։ Վիրուչատերեք։ Չէ, ես անձամբ չեմ կարա այս պահին դա անել։ Ծաղմոթում ունի, բայց ուղղակի այս պահին չեմ կարող։ Թող մնա մի ամիս հետո որ գամ, այդ ժամանակ էլի եթե ստեղ լինեք կմոտենամ։ Հա։ Հա։ Ես էլ հասանելի մարդ եմ, ինձ կգտնեք մի ամիս հետո։ Մեծ դունձի լավությունները ես կրկնապատիկ քիչ։ Ինձ պետք չի ձեր լավությունը, հայրիկ։ Լավ եղեք, առողջ եղեք, էդ էլ է լավություն։ Դա էլ է լավություն։ Դե առայժմ, ինչի՞ չարեցին մարտի 15-ի միջոցառումը։ Ո՞վ է ելով։ Քաղաքապետարանը։ Եկան մեզ ասեցին, որ չենք անելու, ինչ որ թուրքերի հետ ուզում են Փագին թողին փախան։ Ես ոչ եմ տեսնում։ փակեցին, թողին փախա, չգնաց, չարեցին։ Էտա։ Հայրիկ, ես մի ամիս հետո որ գամ, այստեղ կլինեք, ես եթե դուք է չլինեք, կհարցնեմ, կմոտենամ։ Եղավ։ Եղավ։ Հիմաց է այս շքեղ շենքը արվեստի դպրոցն է, այստեղ իմ թիկունքին Սողոմոն Թելերյանն է և կողքի շենքն էլ Մարալիկի համայնքապետարանն է, կոչվում է Անի համայնքապետարան, խոշորված համայնքին դարձրել և այստեղ են հանգրվանել այսօրվա մեր օրյա քեմալականները։ Թուրքիայում են Իմամօղլուի ինչ-որ շարժումն է այդ քեմալականները, բայց պետք է Թուրքիան գիտեք, հիմնահատակ քանդվի, բաժանվի մասերի, մեր զավթված հայրենիքը մենք պետք է նորից վերահայացնենք և այն մարդիկ, ովքեր այնտեղ Թուրքիա անունով ապրում են, հայերը, նորից պետք է ապրեն իրենց հայի անունով, ազգանունով, օրը գալու է, օրը հեռու չէ, այստեղից շատ հեշտ է անցնել դեպի մեր զավթած հայրենիքը, նույնիսկ գետը այդքան վարար չէ Ախուրյանը, այնպես որ անցնելու ենք դեպի մեր հայրենիքը։ Իսկ թուրքերին էլ այսենց ենք վերաբերվելու, ոնց որ Սողոմոն Թելերյանը, այդենց գլուխը ոտքի տակ, ատրճանակ, այսինքն մենք զինված ենք մեր ոգով։ Այսքանը։